Հարգելի հեռուստադիտողներ, մենք վերադարձանք եւ այս պահին խոսելու ենք կարեւորագույն եւ շատ հետաքրքիր թեմայի շուրջ։ 2018 թվականից Հայաստանում մշտական բնակություն է հաստատել եւ այստեղ շարունակում է ստեղծագործել մեր տաղավարի հյուրը։ Նրա գործունեության հիմքում հայն է ու Հայաստանը, սկսած ոչ զբոսաշրջային, քչերին հայտնի գողտրիկ վայրերից, հայ անուններից, ովքեր մեծ հետք են թողել ոչ միայն հայկական միջավայրում, այլ ամբողջ աշխարհում, մինչև գրքեր ու ներկայացումներ։ Իսկ վերջին շրջանում նրա ուսումնասիրության թեման թանգարաններն են եւ հայկական լեռնաշխարհի երաժշտական գործիքները։ Ով է մեր հյուրը։ Այո, եւ այս տեսանյութը, որը քիչ առաջ մենք դիտեցինք, մեր հյուրի արած ահռելի մեծ աշխատանքի 0.0000% է։ Իսկ մեր հյուրն է ռեժիսոր, հրապարակախոս, փաստավավերագրող, Հայաստանի մշակույթին ու պատմության նվիրված ալիքի հեղինակ Միքայել Շախնազարովը։ Ֆանտաստիկ մարդ։ Լուիս Արաբատիկ։ Լավ հայրիկ։ 25 տարի ապրելով Ռուսաստանի Դաշնությունում, 2017-18 թվականին գալով Հայաստան, իդեպ մենք էլ 5 երեխաների, ֆանտաստիկ 5 երեխաների հայր է, ու այո, նայում ես Միքայելին, մտածում ես, որ նա մի 25-27 տարեկան է, բայց 5 երեխաների, այո, եւ մեկ օր առաջ, եթե չեմ սխալվում, նշեցիք ձեր ավագ դստեր Անահիտի ծննդյան տարեդարձը, ճիշտ եմ։ Անահիտ, կստати, да։ Շնորհավորում ենք ու ես կարծում եմ որպես իսկական հայրենասեր հայրիկ, պապա, դուք ռուսերեն շատ ճիշտ բան կա, դուք вы не отец, вы папа для Անահիտ, իմ կարծիքով որտեղ դուք մաքսիմում, ես ձեզ նայելով հասկանում եմ, որ դուք ձեր աղջիկների համար, այն որ այսպես բամբակների մեջ պահում, ամեն ինչ անում եք, որ այն որ իրենց բոլոր կատակները հայր լինելու համար բոլորս այդ կատակները որ կա հրացանով պապով ճիշտ եք։ Ինչ կմաղթեք ձեր ինչն է ձեր համար կարևոր, հա, որ դեռահաս Անահիտը ունենա հասկանա գիտակցի։ Դե կարևորը ես միակ բանից եմ վախենում, որ ինքը շատ է կարդում, ասում են, որ շատ կարդալը աղջկա համար այդքան էլ լավ բան չի, որովհետև հետո դժվար է գտնել իրան ընկեր, բայց մյուս կողմից էլ չկարդա, որովհետև մեր մոտ բոլոր կարդում են, դա լավ է, հետո ինքը երաժշտությունով է զբաղվում, բավականին լուրջ ու ես համոզված եմ, որ երաժշտությունը դա որ ասում են язык богов Աստվածների լեզուն։ Այո, եւ դա կօգնի իրեն հասկանալ այս կյանքը։ Այդքան երաժշտության մասին չի, ինչքան իրան հոգեվոր սնունդ որպես եւ բոլորն են բոլոր 5 երեխան էլ պարապում են եւ սպորտով եւ երաժշտությամբ, որովհետեւ դա կարեւոր է։ Եվ շախմատ։ Դուք 2018 թվականից այստեղ բնակություն եք հաստատել։ Որն է շարժառիթը։ Դա ճիշտ ասած հենց Անահիտի ծնվելն էր, մի քիչ ինքը գնաց առաջի դասարան եւ ես հասկացա, որ կուզենայի, որ ինքը սովորի հենց Հայաստանում, այնտեղ շատ մեծ դասարաններ են, շատ լավ կաղապորված դպրոց էր, բայց այդ ինչ որ ես ուզում էի, որ ինքը ստանար, ինքը այնտեղ չէր ստանա։ Ու ես ճիշտն ասեմ, Հայաստանը այսօրվա իմ համար ես ոչ մեկին չեմ ստիպում կամ ինչ որ լոզունգի не провожу, բայց այսօրվա Հայաստանը երեխաների համար շատ լավ է, այսինքն ես չգիտեմ, ես շատ եմ եղել Եվրոպայում, ապրել եմ Ամերիկայում, բայց այն ինչ որ ես այստեղ կարող եմ տամ երեխաներին, այն մակարդակը, որը ունի մեր այսօրվա մարզիչները, մանկավարժները, շատ փայլուն ոչ միայն գիտելիք են տալի, այլ մարդկային ինչ որ բան են տալի, որը դու չես կարող ուրիշ տեղ որը չկա դուրս, այո, 100%։ Եվ ճիշտն ասեմ, դուրսը չես կարող այդ աբիոմը տաս, որտեվ արդեն դարել է ամեն ինչը մեծ գումարներով, եթե դու ուզում ես, որ քո երեխան լավ կրթություն ստանա, ապա պետք է մեծ գումարներ եւ ոչ միայն ֆինանսական, այլ դու պետք է այդ ամեն ինչի մեջ լինես, իսկ ստեղ մարդիկ վերցնում են իրանց վրա եւ պապայություն, մամայություն են անում, պրիմոմ սմիսլի։
Ես գիտեք միշտ մտածել եմ, երազել եմ, ցանկացել եմ ու կարծիքով շատ-շատերը, որ տա Աստված տենց մի օր գա, որ ամբողջ հայությունը, երկիր մոլորակի ապրող ամբողջ հայությունը վերադառնա Հայաստան, այդ ձեր պես, որովհետև Հայաստանից լավը չկա, որովհետև ամբողջ աշխարհի ուշադրությունը, աչքը փոքրիկ Հայաստանի վրա է, որտեղ կա ֆանտաստիկ մշակույթ, տաղանդավոր մարդիկ, ովքեր ամբողջ աշխարհին տվել են շատ-շատ բան, սկսենք մեքենայի փոխանցման տուփից, հեռուստացույց ու շատ մարդիկ կան, ովքեր որ օգնել են երկիր մոլորակը դարձնելու լավը, զարգացածը ու ուժեղ ու դուք արդեն շատ երկար ժամանակ է դոկումենտալ կարճամետրաժ ֆիլմերով պատմում եք Երևանից մինչև Սյունիք, Փարաջանով, Հրաչակոչար, Կոմիտաս, Պարուշ Սևակ, արդեն Պարուշ Սևակ քիչ առաջ ճիշտ է մենք գովազդի ընթացքում ենք դա խոսում, բայց արհեստական բանականությունն եք, այսպես միքս է, բայց դա անում եք ձեր YouTube-ան channel-ում ռուսերեն լեզվով։ Աուդիտորիան ռուսալեզու շատ մեծ է ձեր, դա է հիմնական պատճառը, թե ոչ։ Իհարկե, որովհետև եթե տենց չլիներ, մենք մեր մեջ շատ քիչ ենք, այսինքն ռուսերեն տիրապետում են 400 միլիոն մարդ, իսկ հայերեն մաքուր խոսում են, ասենք 3, 4, 5, թող 10 միլիոն մարդ, այն չկա տենց բան։ Այդ ափսոսը ճիշտ եք ասում, եթե այն ստեղծարար մարդիկ, որոնք կան հիմա աշխարհով մեկ վերադառնան, ստեղ դրախտ կլինի։ Միանշանակ։ Այդ ձերպես անհատների պակասում ենք իմ կարծիքով, որովհետև պետք է անկեղծ լինենք։ Մեր մոտ հակառակն է ստացվում, ստեղ սովորում ենք, ստեղ բազա ստանում ենք ու գնում ենք այնտեղ, ասենք այնտեղ լավացնում ենք, ասենք ուրիշի կյանքը։ Ես անցյալ անգամ կներեք բանա Ստամբուլի մասին, Կոնստանտինոպոլի մասին պատմեցի հայերը, որոնք սարքել են այդ, ասենք 200-ից ավել 1000 դիտումներ եւ մարդիկ հասկանում են, որ այդ ամեն ինչը թողեցինք ու գնացինք։ Հիմա համարյա ամենտեղ տենց նույնն է, նույն Բաքուն, նույն Թբիլիսին, նույն Մենք այսօր խոսում էինք Անահիտի հետ իդեպ, ասում ենք ցավոք սրտի, հա, երբ որ դու դեք ապրում ենք 21-րդ դարում, մենք պետք է հարմարվենք համացանցին, նոր տեխնոլոգիաներին, նոր գործիքներին, հա, ու երբ որ դու անում ես մի լավ բան, երբ որ դու անում ես ուսուցողական, կարևոր հետաքրքիր մի բան, դա անտեսվում է, այդքան դիտում չի հավաքում, այդքան շատ, երբ որ տափակություն ես տեղադրում, ցավոք սրտի, հայ տափակությունը մեծ դիտումներ է հավաքում ու մեծ ֆիդբեք կա։ Գիտես ինչի, որովհետև կարծում եմ լայն մասաներին ավելի շատ հասու է հենց այդ տափակությունը, չվիրավորելով ոչ ոքի, իհարկե։ Երբ որ դուք սկսեցիք այս ամեն ինչը, պրոյեկտը կոչվում էր «Не туристическая Армения», ոչ տուրիստական Հայաստան։ Այսինքն իմ հարցի պատասխանն էլ կա հենց այդ պրոյեկտի անվան մեջ, կարծում դուք սկսեցիք անդրադառնալ այն վայրերին, ցավոք սրտի մենք հայերս, հա, Դիլիջան, Սևան, Գառնի սահմանափակվում ենք այդքանով գնալով զարգանում է, այո։ Այսինքն ինձ հետաքրքիր է ինչպես եք ընտրում վայրերը, վանքը կլինի, դա եկեղեցին կլինի, ինչպես եք ուղղությունները ընտրում եւ ոնց եք սկսում, հա, այսինքն։ Գիտեք, տարբեր է, մեկ-մեկ խոսքի մեջ, մեկ-մեկ ընկերներից հետ, մեկ-մեկ նստում ես, կարդում ես, տեսնում ես, ասենք, ինչ-որ մի վայրի մասին է խոսում, հետաքրքիր է գնալ տեսնել այդ վայրը մնացել է, չի մնացել, որտեղ է, գնում ես տեղում, արդեն սկսում ես պեղել, հետաքրքիր է։ Դուք բացահայտել եք Հայաստանի ամենատարբեր եւ ամենահետաքրքիր, այսպես ասած, գողտրիկ վայրերը։ Անձնային մակարդակով որ հատվածն է ամենաշատը ձեզ հուզել, որ Մաթոսավանքը, Դիլիջանում, արդեն շատերն են այնտեղ գնում, բայց որ առաջ անգամ այնտեղ եղա, անձրև, պետք է բարձրանաս մի 700 մետր, ասենց շատ անտառով անցնում ես ու մտածում ես ոնց են մարդիկ այնտեղ ինչ-որ բան ստեղծել, ապրել, արարել, հետաքրքիր է։ Չգիտեմ, այնտեղի մթնոլորտը ուրիշ է, բայց ճիշտն ասած ամենտեղ իրանը ունի, չես կարող ասես հենց այնտեղ կամ Տաթևը կամ Տաթևի ներքևի կուսանոցանապատը
Մենք ապրում ենք այն ժամանակահատվածում, նախ ամեն մի երկիր մաքսիմալ, սկսած դոկումենտալ ֆիլմերից, հոդվածներով, գրքերով, մաքսիմալ տարածում է ամբողջ աշխարհին իրենց պատմությունը։ Հիշում են այն մարդկանց, ովքեր որ մեծ եւ կարևոր ներդրում ունեն իրենց երկրի զարգացման մեջ։ Մենք հիմա 21-րդ դարում ենք ու արհեստական բանականությունն է ներխուժել մեր կյանք, 2025-ը կարելի է համարել արհեստական բանականության տարի առասարակ, հա, ու ցավոք սրտի մեր ճշնամի հարևանները, այսպես ասած, մաքսիմալ իրենք էլ զբաղվում են տարածելով իրենց պատմամշակութային արժեքների վերաբերյալ ինֆորմացիաներ, ցավոք սրտի Հայաստանի վերաբերյալ ինչ-որ բաներ են տարածում։ Գուլիխան Երևանը իբր հիմնել է Երևանը 16-րդ դարում, մոռանալով որ 7-րդ դարում մենք արդեն մետաղադրամներ ունեինք, որտեղ Երևանը գրված էր արդեն։ Բայց նայեք, ցավոք սրտի այսօր երիտասարդությանն էլ դժվար է գրքին մոտ բերել, չնայած կան լավ օրինակներ, որ ձեր տանը երեխաները կարդում են գիրք, մեր տանն են կարդում։ Բայց ինչ եք կարծում, ավելի ճիշտ չի լինի մաքսիմալ օգտագործել օրինակ TikTok-ը, Instagram-ը լայն տարածում ունենալու համար եւ ձեր դոկումենտալ ֆիլմերը թեկուզ մի փոքրացնելով, բայց հետաքրքրություն առաջացնելով արդեն հղումով կանցնեն ոնց որ ձեր YouTube-յան կանալը։ Օգտագործում եք TikTok, Instagram։ Չեմ օգտագործում, բայց շատ ճիշտ բան եք ասում, որովհետեւ չի կարելի գորոս քեզ պահես, ասես ես այս բաներով չեմ զբաղվում, ես մեծ большими полотнами общаюсь, но հարցն է, որ պետք է շարժվես այսօրվա ժամանակակից ժամանակի հետ համընթաց։ Այո։ Իսկ ինչ որ դուք ասում եք, որ մեր հարևանները 100% մեծ գումարներ են դնում եւ պատրաստում են ֆիլմաշարներ են նկարում, աբսուրդ ինչ որ sense լրիվ ու ինչքան ավելի աբսուրդ, այդքան ավելի մտածում ես, որ ճիշտ է Գեբելսը ասում, ինչքան ավելի ուժեղ խափես, այդքան ավելի կհավատալու է։ Այո։ Պարադոքս, բայց մենք պետք է աշխատենք այդ, ես մի ժամանակ այդ բաներով զբաղվում եմ այդ գծով, բայց հիմա թարգեցի, որտեվ իրանք շատ են, իրանք լսում են, դու մինչև մեկին պատասխանում ես, մյուսը արդեն 10 հատ էլի վերևից մենք եկած ենք, մենք ստեղ չկանք, մենք էս մերը չի, էս խաչը դրած է, հայերեն գրած է, ասում է չէ, էսի հայերեն չի, ալբաներեն է, օքեյ, լավ։ Պարոն Շահնազարով, ցավոք սրտի մեր ժամանակը շատ սուղ է ու մենք ձեր հետ կարող ենք խոսել երևի ժամերով ու հազար ունի թեմայի շուրջ ու պետք է ընդունենք նաև որ պետությունը միայնակ չի կարող այդ բեռը իր ուսերին վերցնել եւ գնալ առաջ, մաքսիմալ քարոզել, տարածել, ներկայացնել ու ձերպես անհատներն են պետք մեր իրականության մեջ շատ կարճ եթե հնարավոր է, հա, առաջիկա ձեր կարևոր ծրագրերից երկու բառներ ներկայացնեք, եթե ուզում եմ շարունակեմ այդ ինչ որ անում ենք եւ զարգացնեմ բանականի արհեստական բանականության բանական արհեստականությունը ու փորձեմ այդ ինչ որ մի այնց հետաքրքիր այսօրվա սերնդի համար պատրաստեմ բանի որը արդեն կտանի իրանց ուզենալը, այսինքն այնց ասեմ։ Շատ լավ, ես վստահ եմ, որ քանի որ դուք արդեն Հայաստանում եք, արդեն ինչքան ժամանակ է, մենք միշտ կարող ենք ձեզ հյուրընկալել այստեղ ու խոսել ձեր շատ կարևոր թեմաների շուրջ, շնորհակալ ենք շատ։ Իմանալով շնորհակալ։ Ձեզ լավ որ շատ արագ ընդմիջվենք, որովհետև ունենք եւս շատ կարևոր հյուր, արդեն խոսենք թատրոնից։ Ով է լինելու, ինչից ենք խոսելու, կիմանանք մի փոքր ավելի ուշ մնացեք մեզ հետ։